Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ այսօր Թրամփի ուղու համաձայնագրի շուրջ բանակցություններ են գնում։ Այդ ուղին Հայաստանի համար ունի տարածաշրջանային, անվտանգային, տնտեսական հսկայական նշանակություն։ Իշխանությունները բանակցում են, իսկ ինչ է առաջարկում նրանց այլընտրանքը։ Դուք լսել եք այս ամիսների ընթացքում ընդդիմությունը առաջարկներ ներկայացնի։ Ասի ինչ ռիսկեր է տեսնում, ինչպիսի քայլեր է առաջարկում իշխանությանը այդ ռիսկերը չեզոքացնելու համար։ Ինչ հնարավորություններ է տեսնում, ինչ առաջարկներ անի Հայաստանը, որ մաքսիմալ օգուտներ քաղի, բալանսավորի տնտեսական, քաղաքական ռիսկերը եւ օգուտները։ Վաղը, երբ կհայտարարվի այդ հանձնաժողովի մասին, ընդդիմադիրները կհայտարարեն, որ դա թրքացում է եւ իրենց անպատասխանատվության միսիան կհամարեն ավարտված։ Իրոք, ինչու աշխատես, ինտելեկտուալ ջանք կարծադրես, առաջարկներ մշակես, հանրային եւ այլ ճանապարհներով առաջարկես, եթե կարելի է գոռալ թրքացում ու քեզ դնել լուսանցքում։ Եթե ավելի ունակ եք իշխանություններից, արեք ավելի որակյալ առաջարկներ, լուծումներ։ Հանրությունն էլ կտեսնի, որ Հայաստանի համար այս ստրատեգիական հարցում դուք լուծումներ ունեք։ Մնացածը օդ է։ Գրել է Պետրոս Ղազարյանը։